Անհոր և ոգով և ոգույն սրբով ամեն։ Ավակյալները Քրիստոսի անմիջական հսկողության տակ էին։ Երեք տարի շարունակ անոնք տեսան և ապրեցան Քրիստոսի հրաշագործությունները, մեծամեծ գործերը, մարդոց հանդեպ իր ունեցած սերը, ողորմությունն ու կտավատությունը։ Անոնք տեսան և ապրեցան, տեսնել և ապրել են, կացին և վկայեցին։ Ավակյալները երեք տարիներ շարունակ Քրիստոսի հետ էին և Քրիստոսի ուսուցումներով գաճ էին։ Սակայն եթե Քրիստոսի հետ էին և Քրիստոսի անմիջական հսկողության տակ էին, կնշանակե թե անոնք չէին կրնալ դգարանալ կամ չէին կրնալ սխալին։ Բոլորս մարդ ենք, բոլորս կրնանք դգարանալ և բոլորս կրնանք սխալին։ Նմանապես ավակյալները ունեցան դգար բահեր և գործեցին սխալներ, բայց գիտցան Քրիստոսով վերականգնել և Քրիստոսով զոհանալ։ Այսօր աշխարհական թե հոգևորական Քրիստոսի խոսքը մտիկ ընորթ է փոխանցող, բոլորս կրնանք դգարանալ, բոլորս կրնանք սխալին, սակայն բոլորս կրնանք միասնաբար Քրիստոսով վերականգնել։ Քրիստոս իր խաչելութենեն առաջ և գնաց Գեթսեմանի աղոթելու համար ավակյալները չգրցան նույնիսկ արտում մնալ իրենց հետ։ Եվ Հիսուս հանդիմանեց, ասելով. չգրցաք արտում մնալ և աղոթել։ Մենք որպես քրիստոնյաներ և Քրիստոսի խոսքը լսողներ և շնորհքան փոխանցողներ կդգարանանք, կքնանանք մեր հոգևոր կյանքի մեջ, կքնանանք մեր հավատքի կյանքի մեջ, մեր աղոթական կյանքի մեջ։ Սակայն պետք է Քրիստոսի հանդիմանությունը լսել, Քրիստոսի ձայնը լսել և ստապել, արթնալ և աղոթական կյանքի մեջ աճել, հոգևոր կյանքի մեջ աճել։ Սակայն այսօր մեր խորհրդածության նյութը կուզենք կենտրոնացնել հետևյալ ծրվակը։ Պետրոս ավակյալ իր համարձակ բնավորությամբ խոսացավ Քրիստոսին նույնիսկ իր կյանքը տալ։ Սակայն Հիսուսը ասավ. Պետրոս, ակալառը չգանչած 3 անգամ պիտի ուղանաս։ Այդ խոսքով դու քեզ բոլորեն մեծ մի վերակերատասել։ Եվ Պետրոս 3 անգամ ուղացավ։ Արդյոք ինչ է Պետրոս ավակյալին հոգեվիճակը, որ պատասխանատվությունը հայտնեց իր կյանքը նվիրաբերելու Հիսուսին համար, իր փրկիչին համար, անոր համար, որ արդեն ինքիվ աչքերով տեսած է, ինչպես կկուրկուրար մարդոց, ինչպես հույվերուն աչքերը կփանար, համվերուն խոսի կունար, խուլերուն լսողություն, գտեսներ և գաբրել Քրիստոսին անսահման սերը, հիմա որ ինք ուղացավ այդ դեպը միակ Աստվածը և միակ Թագավորը, ինչպես պիտի կրնալ թեմ գակնիլ, անոր աչքերուն նայիլ, նույնիսկ փառը արտասանել։ Արդյոք ինքնին իրավունք պիտի տալ, ինչ է անոր հոգեվիճակը։ Մենք աշխարհ անգամ նույն ապրումներ կունենանք սիրելի հավատացյալներ, մեղքի մեջ ինգած ընկղմած կլանք, և կարծեք այլևս ամեն ինչ փակ կլա մեր առջև։ Մենք մեզի իրավունք կունենք, իրավունք չունենալու Քրիստոսի աչքերուն մեջ նայելու, Քրիստոսին հետ խոսելու, նույնիսկ աղոթելու։ Շատ անգամ նույնիսկ անոր խոսքը կարդալու և սուրբ պատարագի մասնակցելու։ Բայց Քրիստոս այնպիսին չէ։ Քրիստոս իր հավատենեն ինք եկավ Պետրոսին մոտ և հարցուց. Սիմոն Հովնանի որդի,
բոլորեն ավելի գսիրես ես։ Պետրոս ավակյան պատասխանեց այո, և մեկ ուղացումը ներվեցավ։ Երկրորդ անգամ գացնեմ։ Սիմոն Հովնանի որդի, գսիրես ես, կպատասխանե այո, և գսե առաջին անգամ ավացեք կարողներս, իսկ հիմա ավացեք ոչխարներս, և երկրորդ ուղացումը գներվի։ Երրորդ անգամ ըլլալով գացնե Սիմոն Հովնանի որդի, գսիրես ես, և Պետրոս կպատասխանե այո, և երրորդ ուղացումը ներվելով գսե ավացե ոչխարներս։ Քրիստոս քո ամենեն դգա բահերուտ ինքը մոտենա քեզի։ Սակայն մեզի կմնա փանալ մեր աչքերը, բաց դեր մեր աչքերը, որ տեսնենք քո այս անսահման գողորմությունը և սերը, քո ամենեն դգա բահուտ, քո գարձած ամենեն մեծ մեղքը, որ միտքեր կանցնես, որ պիտի չներվի կյանքիդ մեջ։ Քրիստոս ինքը մոտենա քեզի նվելու համար, սակայն քեզի կմնա պատասխանել այո դեր, կսիրեմ քեզ այս բոլորեն ավելի։ Մեզի կմնա հայտարարել մեր սերը Քրիստոսի հանդեպ։ Այո դեր դու ամեն բան գիտես, և գիտես որ կսիրեմ քեզ։ Դու ամեն բան գիտես որ ես դրա բահեր ունիմ, իմ ծածուկ խորհուրդներս գիտես, իմ դրագություններս գիտես, մորս որովայնի մեջ եղած ադենս իսկ կճանչնասիս, դու ամեն բան գիտես իմ մասիս, և գիտես որ կսիրեմ քեզ։ Եվ Աստված Հիսուս գնևե մեզ մեր ամեն մեկը։ Չկա այնքան մեծ մեղք, որ Քրիստոսի սերեն և ողորմութենեն ավելի մեծ կտա։ Քրիստոսի սերն ու ողորմությունը մեծագույն մեղք իսկ կրնա չնչել։ Մեզի կմնա ասել այո, գսիրեմ քեզ այս բոլորեն ավելի։ Կնա և արածե կամուկներս և ոչխարներս։ Միայն սեր արտահայտելով չի վերջանալ ամեն բան։ Տնելիք ունենք, առաքելություն ունենք։ Պետրոս վերականգնվեցավ իր պաշտոնի մեջ և իր սերը դարձավ արտահայտեց։ Կնա և արածե ոչխարներս։ Հիմա որ դու գիտես, որ ես կրնամ նույնիսկ ուրացումը ներել կնա և ամբողջ մարդկության դավացե իմ ողորմությանս մասին։ Հիմա որ դու իմ անսահման սերս աբեցար կնա, գոդրված մարդուն, վիրավորված զգացումներով մարդուն, կարոզե խոսե իմ անսահման սիրույս մասին և սորվեցու, որ այս աշխարհի մեջ ինձ մեր ավելի սիրող պիտի չունենա, ոչ որ մեզ պիտի սիրե Հիսուսեն ավելի, որովհետև Հիսուս կսիրե առանց շահի, առանց պայմանի, առանց սպասումի, անշահախնդ ովեն։ Կնա և սորվեցու ամբողջ մարդկության, ինչ որ տեսավ և ինչ որ սորվեցավ ինձ մեջ։ Սիրելի հավատացյալ, եղբայր և քույր, եթե այսօր քննարկում նստած վեղետ խոստովանեցավ ու սերը Քրիստոսի, ուրեմն Հիսուս քեզի պիտի ասե կնա և արածե ոչխարներս։ Որպես ծնող, մեր զավակները Քրիստոսի սիրով, քրիստոնեական սկզբունքներով, աստվածաշունչի խորհուրդներով մեծնել կնշանակե այդ առաքելության մեջ անցնել։ Մենք որպես զավակներ և կբատվենք մեր հայր ու մայրը, անոնց թիգում կգանքնենք, դեր ու պաշտպան, կնշանակե որ մենք ճիշտ ձևով կառուցենք ոչխարներ։ Եվ մենք որպես քրիստոնյա հավատացյալներ, Քրիստոսեն չենք հայրանալ կյանքի բոլոր պայմաններում ընթացքին, ինչ դժվարություններ է անցնի, կործյան անչողություն, անհանգստություն, ինչ բավականներ է անցնի, աղքատություն, դգարություն, և գիտենք Քրիստոսով վերականգնել, Քրիստոսով զորանալ, որովհետև բոլորս այս պայմաններ ենք անցնի, բոլորս մարդ ենք, բոլորիս առջև կյանք անարդար է,
Սակայն ունենք արդար Հիսուսը, ունենք սեր Հիսուսը, ողորմած Հիսուսը, ով գնանք վերականգնել, ով գնանք մեր ճշմարիտ կյանքին վերականգնել։ Եվ վերջապես Հիսուս իր խոսքը գավառեց հետևյալ ձևով. հետևեք։ Առաջին անգամ, երբ Հիսուս Պետրոսին հանդիպեցավ, ասավ հետևեք ինձ, եւ հիմա իր վերջին խոսքերը գնան հետևեք ինձ։ Եվ այսօր Հիսուսին խոսքերն են քեզի հետևեք ինձ։ Նույնիսկ բշոտ ճամփաները եթե անցնես հետևեք ինձ։ Նույնիսկ եթե մտածես, որ քու գավառությունդ վեր կփոխվես, որ գավելի բան չէ, հետևեք ինձ։ Եվ զգաս, որ կյանքի բոլոր դժվարությունները միայն քո ուսերում որպես զանություն տրված են, հետևեք ինձ։ Եվ մտածես, որ դու քո հոգևոր կյանքին եւ աղոթական կյանքից մեջ բաղազես, հետևեք ինձ։ Եվ զավակը տասնյակելու մեջ կդժվարանաս, հետևեք ինձ։ Եվ ծնողքդ բատվելու մեջ կդժվարանաս, հետևեք ինձ։ Եվ ծիվար սիրելու մեջ կդժվարանանք, հետևենք իրեն։ Եվ իրար հարկելու մեջ կդժվարանանք, հետևենք իրեն։ Քրիստոս մեզի բոլոր այս արժեքները իրիսորվեց։ Եկեք երթանք Հիսուսին, ճուրանանք Հիսուսը։ Հիսուսը ուրանալ կնշանակե հոն ուր պետք է խոսենք և լու մնանք ուղացում կնշանակե։ Հոն ուր իր սերը պետք է հայտարարենք և լու մնանք ուղացում կնշանակե։ Հոն ուր իր արդարությունը պետք է հայտարարենք և լու մնանք ուղացում կնշանակե։ Հոն ուր իր աստվածությունը և միակ աստվածությունը պետք է հայտարարենք և լու մնանք ուղացում կնշանակե։ Դագավին ու ավելի։ Եվ այսօրվան աշխարհին ճագերտյալ արժեքները կփոխարինեն Քրիստոսով։ Կնշանակե գովանանցի։ Կյանքիդ առաջնահերթությունը թող Քրիստոս ըլլա։ Կյանքիդ սկիզբն ու վախճանը Քրիստոսը թող ըլլա։ Երբ գարթնաս ով Քրիստոսով թող սկսի, Քրիստոսով շարունակվի, Քրիստոսով ավարտի։ Այն ադեն քեզ պիտի արածե ոչխարած։ Այն ադեն դու խոսումին դերը պիտի ըլլաս ասելով այո դեր այս բոլորեն ավելի կսիրեմ քեզ։ Սևդ ցույց տուր հավատքովդ, սևդ ցույց տուր հույսովդ, սևդ ցույց տուր մարդոց հանդեպ սիրովդ, սևդ ցույց տուր եկեղեցի հաճախելովդ, սևդ ցույց տուր աստվածաշունչ ընթերցելովդ, սևդ ցույց տուր սուրբ բաժանարքի մասնակցելովդ, սևդ ցույց տուր մարդոց հետ որպես քրիստոնյա մարդ, ճշմարիտ մարդ, Հիսուսի մարդ ապելով եւ այն անել Հիսուս քեզի գիտեսե ավազե ոչխարներս այդ խոսքով դիտանան իր հավատարիմ ծառաները այսօր եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն